Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին եւ այսպես ԱՄՆ բանակի Ափաչի հարձակողական ուղղաթիռը կործանվել է Թեքսասում, Սալադո քաղաքի մերձակայքում։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են երկու զինծառայողի մահվան մասին։ Ուղղաթիռը տեղակայված էր Fort Hood ռազմաբազայում։ Ուղղաթիռի կործանումից հետո սկսվել է ուժեղ հրդեհ, արագ հասնելով հսկայական չափերի։ Տեղի բնակիչներից ոմանք տարհանվել են, ավելի ուշ հրշեջներին հաջողվել է կրակը վերահսկողության տակ առնել։ Ուրիշ տուժածներ չկան, շինություններ չեն վնասվել։ Fort Hood-ի քրեական հետաքննության բաժինը սկսել է ուղղաթիռի կործանման մասին քննությունը։ AH-64 Ափաչը համարվում է աշխարհի ամենաառաջադեմ ռազմական մեքենաներից մեկը։ Այն նախատեսված է հարձակվողական գործողությունների համար։ Հետաքննությունը շարունակվում է, ուղղաթիռի կործանման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Երեխային մանկապարտեզ բերած ծնողը հաստատության տարածքում դիակներ է հայտնաբերել, դեպքը տեղի է ունեցել Մինեսոտայի Հոփքինս քաղաքում։ Բրաուն Բեր մանկապարտեզի տարածքում երկու մեծահասակի և մեկ երեխայի մարմին են գտել։ Ոստիկանությունը դեպքը որակել է որպես ընտանեկան բռնություն, իրավապահները կարծում են նրանք ազգականներ էին։ Ըստ ոստիկանության վարկածի մեծահասակներից մեկը դանակահարել է մյուսին, ապա երեխային։ Դեպքի վայրում եղել են 6 այլ երեխաներ ևս, նրանք ֆիզիկապես չեն տուժել և անվտանգ տարհանվել են։ Ոստիկանությունը շարունակում է աշխատանքը, իրավապահները հավաստիացնում են հանրության համար վտանգ չկա։ Միջադեպը որակվել է որպես առանձին դեպք, որը այլ հանցագործությունների հետ կապ չունի։ Ամերիկա-իրանական բախումները վերջին օրերին կարծես թուլացել են, բայց հարևանությամբ գտնվող մյուս ցեժ կետերում իրավիճակը չի հանդարտվում։ Կարմիր ծովում հութիները հարձակվել են բեռնատար նավի վրա, զոհվել են անձնակազմի 4 անդամ և 2 փրկարար։ Սա վերջին 1 ամիսներին ակտիվացած գործողությունների ընթացքում Կարմիր ծովի հատվածում զոհերի առաջին դեպքն է։ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Առաջին հարվածից շատ չանցած հութիները կրկին հարվածել են նույն նավին, սպանելով նաև օգնության հասած փրկարարներին։ Հութիները պնդում են, որ նավը ռազմական բեռ էր տեղափոխում, սակայն նավի սեփականատեր հանդիսացող եգիպտական ընկերությունները հերքում են այդ տեղեկությունները։ Օմանի ծոցում ԱՄՆ զինուժը հարվածել է մեկ այլ նավի, Պանամայի Վելա Նովա նավը խախտել էր ծովային շրջափակումը և Սենթքոմի կողմից հրթիռակոծվել էր։ Նավի ղեկային համակարգը ամբողջությամբ շարքից դուրս էր եկել։ Տարածաշրջանում նավագնացությունը կտրուկ նվազել է, Հորմուզի նեղուցով տեղաշարժը նվազագույնի է հասցվել։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավագնացությունը նվազել է 50%-ով, հութիները հայտարարել են ծովային էմբարգո միայն Սաուդյան Արաբիայի դեմ։ Սակայն շատ փոխադրողներ ուղղակի հրաժարվել են անցնել տարածաշրջանի ջրերով, գերադասելով երկար ժամանակ ու հսկայական միջոցներ ծախսել ու շրջանցել Աֆրիկան։ Պենտագոնի զեկույցը բացահայտել է ցնցող տվյալներ, անցյալ տարի ԱՄՆ ավիահարվածները Եմենում խլել են 153 խաղաղ բնակչի կյանք։ Հարվածները նպատակ են ունեցել կանգնեցնել առևտրային նավերի վրա հարձակումները։ Գործողությունը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլին։ Դրանք իրականացվել են մայրաքաղաք Սանայի մոտ և Ռաս Իսա նավահանգիստներում։ Նավահանգիստների հատվածը ամենամահաբերն է եղել, այնտեղ զոհվել է 80 մարդ, իսկ 171-ը վիրավորվել։ Սենթքոմը պնդում է, որ նպատակը մարդկանց վնասելը չի եղել, ԱՄՆ ուժերը գործել են Իրանի աջակցությամբ հութի ահաբեկիչների վառելիքի աղբյուրը վերացնելու համար, հայտարարել են նրանք։ Պենտագոնը չի պատրաստվում փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին։ Իրավապահները նշում են, որ օրենքը նման պարտավորություն չի նախատեսում։ Նման վճարները չեն հանդիսանում մեղքի ընդունում։ Սա ԱՄՆ-ի համար պատերազմական ամենալարված իրավիճակներից մեկն է, այն սկսվել է 2023 թվականին Կարմիր ծովում հարձակումներից հետո։ Հութիները պնդում են, որ իրենց գործողությունները աջակցում են պաղեստինցիներին։ ԱՄՆ-ի այս ռազմական քաղաքականությունը մեծ մտահոգություն է առաջացրել օրենսդիրների մոտ։ Մասնագետները վախենում են Եմենում քաղաքացիական պատերազմի նոր փուլից։ Հակամարտությունը կարող է ընդլայնվել ողջ Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիր նավի անձնակազմը հայտնվել է ծանր վիճակում, ավելի քան 200 օր անձնակազմը ծովում է Մերձավոր Արևելքում։ Զինվորականները բախվել են սննդի և հիգիենայի միջոցների պակասի, նավի վրա զինվորները օգտագործում են պատրաստի սնունդ և հաճախ ստանում են միայն բրինձ ու տորթիլա, բարակ բլիթ։ Ծառայողները բողոքում են տաք ջրի բացակայությունից, լվացքի ծառայությունը նույնպես չի աշխատում։ Զինվորները աշխատում են
են օրական 12-ից 16 ժամ, հանգստյան օրեր նրանք հիմնականում չունեն։ Թռիչքային տախտակամածը նույնպես պարբերաբար վերանորոգման կարիք է ունենում, 10,000 թռիչք է իրականացվել վերջին ամիսներին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը պնդում է, նավը մնում է մարտունակ, իսկ նրա վրա ծառայություն իրականացնող զինվորականները պատրաստ են կատարել ցանկացած առաջադրանք։ Los Angeles Lakers թիմը վաճառվել է աննախադեպ բարձր գնով, գործարքի արժեքը կազմել է $12 միլիարդ։ Այն ձեռք են բերել Ջոշուա Քուշները և Բոբ Այգերը։ Մարկ Ուոլթերը թիմը վաճառել է գնելուց 1 տարի անց։ Ի դեպ, նա թիմը գնել էր $10 միլիարդ և փաստացի միայն մեկ գործարքով շահեց $2.5 միլիարդ։ Գործարքը դեռ պետք է հաստատի բասկետբոլի ազգային ասոցիացիայի NBA-ի խորհուրդը։ Վերլուծաբանների կարծիքով դա կիրականացվի առանց դժվարության։ Հանդիպումը կկայանա Նյու Յորքում հաջորդ ամիս։ Ուոլթերը շարունակում է տնօրինել Լոս Անջելես Դոջերս թիմը։ Ջոշուա Քուշները Թրամփի փեսա Ջարեդ Քուշների կրտսեր եղբայրն է, իսկ Բոբ Այգերը նախկինում ղեկավարել է Դիսնեյ ընկերությունը։ Նրանք Լոս Անջելեսի խորհրդանիշներից մեկը համարվող Լեյքերսին ու թիմի երկրպագուներին խոստանում են մեծ բարեփոխումներ։ Սպիտակ տանը հերթական պաշտոնանկությունն է սպասվում, մամուլի քարտուղար Քերոլինա Լիվիթը լքում է պաշտոնը, այս մասին հայտարարել է Թրամփը։ 28-ամյա խոսնակը ամենաերիտասարդն էր այս դերում, նա հեռանալու է օգոստոսի վերջին։ Ըստ նախագահի, Լիվիթը ցանկանում է ժամանակ տրամադրել ընտանիքին, մնալով իր փոքրիկ երեխաների կողքին, բայց նա կշարունակի մնալ Թրամփի թիմում։ Լիվիթը դառնալու է նախագահի արտաքին խորհրդականներից մեկը։ Քերոլայնը լինելու է հանրապետական կուսակցության ազդեցիկ ձայնը, գրել է Թրամփը։ Լիվեթը նոր հնարավորություններ կունենա կուսակցության ներսում։ Որոշ փորձագետներ չեն բացառում, որ նա մոտ ապագայում այլ ավելի բարձր պաշտոն կզբաղեցնի։ Ենթադրում են, որ դա կլինի առաջիկա միջանկյալ ընտրություններից հետո։ Վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ 3 նահանգում և նույն օրը մահապատիժներ են ծրագրված, խոսքը Թեքսասի, Ալաբամայի և Օքլահոմայի մասին է։ Դատարանները մերժել են բողոքարկման բոլոր դիմումները, դատավճռի կատարումը նախատեսված է ընթացիկ շաբաթվա 5-շաբթի օրը։ Մահապատիժների տեղեկատվական կենտրոնի տնօրենի խոսքով սա պատահական զուգադիպություն է։ Թենեսի նահանգում նույն հանցագործին երկրորդ անգամ են փորձելու մահապատժի ենթարկել։ Նախորդը ձախողվել էր տեխնիկական պատճառներով։ Ալաբամայում մահապատժի սպասողը դատապարտվել է երեխայի սպանության համար և ինքն է պահանջել կատարել իր դատավճիռը։ Իսկ Օքլահոմայում մահապատժի սպասողը սպանել էր իր ընկերուհուն 2003 թվականին և հրաժարվել էր ներում հայցելու հնարավորությունից։ Անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի է ունեցել 47 մահապատիժ, սա 2009 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Մահապատիժների թվով Ֆլորիդան ԱՄՆ նահանգների շարքում առաջին տեղում է։ Լոս Անջելեսում հսկայական քանակով գողացված ատամի մածուկ է հայտնաբերվել, շերիֆի դեպարտամենտը արշավ է սկսել մանրածախ ապրանքների գողությունների ու բնակարանային կողոպուտների դեմ։ Քոմերս քաղաքում գողացված ապրանքների պահեստներ են բացահայտվել։ Այս գործողությունների ընթացքում առգրավված միայն ատամի մածուկի արժեքը կազմել է շուրջ $150,000։ Ապրանքները վաճառվել են Լոս Անջելեսի Westlake թաղամասում MacArthur փարքում։ Իսկ Սանտա Քլարիտայում ձերբակալվել են 3 տղամարդ։ Նրանք էլ կասկածվում են բնակարանային գողությունների մեջ։ Հանցախումբը գործել է Walnut, Glendale և Baldwin Park քաղաքներում։ Կասկածյալները օգտագործել են Wi-Fi սարքեր։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խումբը ստեղծվել է 2023 թվականին։ Այն գործում է Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտի կազմում, խումբը հետաքննում է խոշոր խանութների թալանի դեպքերը։ Կալիֆորնիայում հրդեհ է բռնկվել հերթական պահեստում, այս անգամ Ֆուլերթոնի քաղաքային օդանավակայանի մոտ։ Կրակը ծագել է օդանավակայանի տարածքից դուրս, թռչեջները արագ ժամանել են դեպքի վայր։ Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն, իրավապահները տեղում են ուսումնասիրում իրավիճակը։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի ու ծխի պատճառով օդանավակայանի աշխատանքը հնարավոր է փոքր-ինչ դանդաղի, պահեստի սեփականատերերը դեռ չեն արձագանքել։ Ամեն դեպքում կրակը վերահսկողության տակ է, ըստ փրկարարների, շրջակա տարածքի բնակիչներին վտանգ չի սպառնում։
ICE աշխատակիցները կկրեն մարմնի տեսախցիկներ, այս քաղաքականությունը արդեն ընթացքի մեջ է և օգոստոսի վերջին կդառնա պարտադիր պայման։ Գործակալները պետք է տեսախցիկները կիրառեն բոլոր գործողությունների ժամանակ։ Փոփոխությունը հաջորդել է ICE ներկայացուցիչների մասնակցությամբ մի քանի մահացու կրակոցների դեպքերին։ Տեսախցիկները նպատակ ունեն ավելացնել աշխատանքի թափանցիկությունը։ Լոս Անջելեսում նույնպես թափանցիկության կոչեր են հնչում, քննադատվել են Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի գործողությունները, ICE դեմ ավելի վաղ իրականացված ցույցերի ժամանակ ոստիկանների պահվածքի պատճառով։ Այդ ժամանակահատվածում $17 միլիոն է ծախսվել ոստիկաններին արտաժամյա աշխատանքի համար վարձատրելու նպատակով։ Սակայն զեկույցում բացակայում են բողոքները ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման մասին, ինչը հաստատում են բազմաթիվ անկախ մարմիններ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ ԱՄՆ-ում գները աճում են, իսկ աշխատավարձերի աճը դանդաղել է։ Նախորդ տարվա համեմատ միջին ժամային աշխատավարձը նվազել է։ Իրանի հետ պատերազմը իր հերթին նպաստում է վառելիքի գնաճին, իսկ դա տարածվում է այլ ոլորտների վրա։ Արդեն իսկ տեսանելի աճ կա տրանսպորտի սակագներում, սննդի և բնակարանային ծախսերը նույնպես աճել են։ Բժշկական ծառայությունները և ավիատոմսերը ևս թանկացել են։ Այս ընթացքում միայն մեքենաների ապահովագրության գներն են փոքր-ինչ նվազել։ Դաշնային պահուստային համակարգում քննարկում են տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը։ Դա հնարավորություն կտա մի փոքր զսպել գնաճը, բայց կարող է խնդիրներ ստեղծել բիզնեսների համար, ինչին դեմ է Թրամփը։ Ամենայն հավանականությամբ որոշումը կկայացվի սեպտեմբերին։ Իլինոյսում մեկ հաջողակ շահել է $1 միլիարդ, սա Powerball-ի վիճակախաղի պատմության մեջ 8-րդ խոշոր մրցանակն է։ Կազմակերպիչները հաստատել են հաղթողի տոմսի իսկությունը։ Եթե հաղթողը ստանա ողջ գումարը միանգամից, այն կկազմի $455 միլիոն։ Այս գումարը հաշվարկված է մինչև հարկերի վճարումը։ Հակառակ դեպքում հաղթողը գումարը կստանա 29 տարվա ընթացքում։ Վիճակախաղի կանոնները վերջերս փոխվել են մրցանակները մեծացնելու համար։ Մինչև այդ խոշորագույն շահումը կազմել է $2.4 միլիարդ։ Այն գրանցվել է 2022 թվականին։ Անցած տարի եղել է նաև 1.8 և 1.7 միլիարդ շահումներ։ Մայիսի 2-ից հետո մրցանակային ֆոնդը շարունակաբար աճել է, երբ շահող չի լինում, մրցանակը փոխանցվում է հաջորդ խաղարկությանը։ Հաղթողից հետո գլխավոր մրցանակը դառնում է $20 միլիոն։ Կալիֆոռնիայի լողափերում ծովային կատուների հարձակումները Առջևում մեր թողարկման երկրորդ հատվածն է, Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ, օրը հինգշաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։ Սկսենք երաժշտասերներից։ Նոա Կահանը իր երկրպագուներին հրավիրում է մեծ համերգի Rose Bowl մարզադաշտում։ Հանրահայտ երգիչ երգահանը կներկայացնի իր հուզիչ և անկեղծ ստեղծագործությունները, ապահովելով անմոռանալի երաժշտական երեկո բաց երկնքի տակ։ Օգոստոսի 15-ին ժամը 7:30 Փասադենայի Rose Bowl Stadium-ում։ Acacia Park-ը երաժշտության սիրահարների համար բացօթյա հրաշալի երեկոյի հնարավորություն է ստեղծել, ներկայացնելով Fullerton-ի գողտրիկ անկյունում իր համերգային ծրագիրը։ Վայելեք կենդանի կատարումները բնության գրկում ընկերների և ընտանիքի հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար։ Օգոստոսի 16-ին երեկոյան ժամը 7-ին Fullerton-ի Acacia Park-ում։ YG-ն հրավիրում է բոլորին մասնակցելու LA Function ամառային փառատոնին, որը Լոս Անջելեսի մշակույթի, երաժշտության և արվեստի իսկական տոն է։ Լավագույն դիջեյների կատարումներ, հատուկ հյուրեր, բազմազան ուտեստներ առաջարկող ֆուդ թրեքեր, ինչպես նաև դասական ավտոմեքենաների ցուցադրություն։ Վայելեք Լոս Անջելեսի ամառային օրը լի էներգիայով և մշակութային հագեցած ծրագրով։ Օգոստոսի 15-ին ժամը 2-ից մինչև երեկոյան ժամը 9 Լոս Անջելեսում։ Կանադական յուրօրինակ դուետներից մեկը Engine the Poetry-ն իր երկրպագուներին հրավիրում է Լոս Անջելեսի հայտնի Teargram Ballroom, խոստանալով հիշվող հանդիպում լի հիանալի և երբեմն տեխնիկապես անհնար թվացող կատարումներով։ Օգոստոսի 18-ին երեկոյան ժամը 8-ին։
Ջազային լեգենդ Հերբի Հենքոքը Լոս Անջելեսում կլինի հազվադեպ առաջարկով անմոռանալի երեկո նվիրված ջազի հանճար Մայլզ Դեյվիսի ծննդյան 100-ամյակին։ Գրեմմիի մրցանակակիր եւ ձայնային փորձարկումների վարպետ Հենքոքը ներկայացնելու է հիանալի ծրագիր, ոգեշնչված իր վաղեմի ընկերոջ եւ ուսուցչի ստեղծագործական ժառանգությամբ օգոստոսի 19-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ Բոուլում։ Լոլա Վայոլեթը եւ Բրենդ Ֆրենցը երաժշտասերներին հրավիրում են անմոռանալի երեկոյի։ Արտիստները հանդես կգան Harvard and Stone-ում ներկայացնելով իրենց յուրահատուկ կատարումները Լոս Անջելեսի այս հայտնի համերգային հարթակում։ Օգոստոսի 21-ին երեկոյան ժամը 7:30։ Ուրախ լուր աշխարհահռչակ երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Էյքոնի երկրպագուների համար Գրեմմիի մրցանակակիր արտիստը, որը հայտնի է իր Smack That, I Wanna Love You եւ Lonely համաշխարհային հիթերով, Inglewood-ի Intuit-Dome համալիրում կներկայացնի իր լավագույն երգերի ընտրանին օգոստոսի 21-ին երեկոյան ժամը 8-ին։ Indie pop-ի սիրահարներին անմոռանալի հանդիպման է հրավիրում TV Girl խումբը։ Խոսքը Just Like Heaven 2026 փառատոնի մասին է։ Խումբը, որը հայտնի է իր յուրահատուկ հնչողությամբ եւ հիշվող մեղեդիներով, ելույթ կունենա Փասադենայի Brookside at the Rose Bowl-ում օգոստոսի 22-ին ժամը 12-ին։ Աշխարհահռչակ ռոք խումբը Foo Fighters-ը երաժշտասերներին հրավիրում է մասշտաբային համերգի Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Յոլայի Լոս Անջելեսի երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ։ Խումբը կներկայացնի իր հզոր հիթերը համատեղելով ռոքի էներգիան սիմֆոնիկ նվագախմբի շքեղ հնչողության հետ։ Պատմական Հոլիվուդ Բոուլի բեմում օգոստոսի 22-ին երեկոյան ժամը 6:30։ Դասական երաժշտության երկրպագուներին հրավիրում է Գուստավո Դուդամելը։ Համերգը նվիրված է դիրիժորի հարուստ ստեղծագործական ժառանգությանը, որը ներկայացվելու է Լոս Անջելեսի հայտնի Հոլիվուդ Բոուլի բեմում օգոստոսի 23-ին երեկոյան ժամը 7-ին։ Բացօթյա եւ ակտիվ հանգստի սիրահարների համար եւս հետաքրքիր առաջարկներ ունենք։ Ցանկանում եք փորձարկել Wombi էլեկտրական հեծանիվները։ Սա նաեւ հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու արևելյան Լոս Անջելեսը, վայելելու անվճար սուրճ եւ ծանոթանալու ժամանակակից փոխադրամիջոցների հետ օգոստոսի 18-ին Լոս Անջելեսի Creatures Plants and Coffee-ում։ Սան Ֆերնանդո հովտի աշխատանքի տոնավաճառը հրավիրում է աշխատանք փնտրող մասնագետներին հանդիպելու տեղական եւ ազգային առաջատար գործատուների հետ։ Սա հիանալի հնարավորություն է անմիջական հարցազրույցներ անցկացնելու եւ աշխատանքի տարբեր առաջարկներ դիտարկելու համար վաճառքից մինչեւ ճարտարագիտություն եւ սպասարկման ոլորտ։ Օգոստոսի 15-ին ժամը 11:30 Լոս Անջելեսի Courtright by Marriott Los Angeles Sherman Oaks-ում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք։ Իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։